Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարված նոր փուլ է սկսվել։ Եկատերինբուրգում ռուս իրավապահների կողմից մոտ 50 ադրբեջանցիների ձերբակալությունն ու նրանցից երկուսի մահը փոթորիկ է բարձրացրել Ադրբեջանում։ 2 օր առաջ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնեց, որ Եկատերինբուրգում հանցավոր էթնիկ խումբ է ձերբակալվել, որի անդամները կասկածվում են 2001-ից 11 թվականներին քաղաքում տեղի ունեցած տարբեր սպանություններ եւ մահափորձեր կատարելու համար։ Նրանցից 6-ը կալանավորվել են, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել։ Մահացածները եղբայրներ են Զիեդին եւ Հուսեյն Սաֆարովները։ Նրանցից մեկը, որը 2001 թվականին ադրբեջանցի մի առևտրականի սպանության գործով գլխավոր կասկածյալն է եղել, իրավապահների գործողության ժամանակ հենց տեղում մահացել է։ Ռուսաստանի քննչական կոմիտեի փոխանցմամբ մահը վրա է հասել սրտային անբավարարության պատճառով։ Մյուսի մահվան հանգամանքները պարզվում են։ Բաքուն սակայն բավարարված չէ Մոսկվայի պարզաբանումներով։ Դիտավորություն է տեսնում ռուսաստանյան իրավապահ մարմինների գործողություններում եւ մեղադրում նրանց ադրբեջանցիներին խոշ տանգելու եւ սպանելու համար։ Որոնեժում են խուզարկություններ իրականացվել եւ ադրբեջանցիներ են ձերբակալվել։ Ադրբեջանի կառավարության ենթակայության տակ գործող լրատվամիջոցներում հակառուսական սուր արշավ է սկսվել։ Մոսկվային մեղադրում են շովինիզմի, ազգային փոքրամասնությունների դեմ բռնաճնշումներ սկսելու, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ ամենը անմիջականորեն կազմակերպելու համար։ Ատելության, խտրականության եւ իսլամաֆոբիայի այս ալիքի հետևում կանգնած է երկրի ղեկավարությունը եւ առաջին հերթին հենց ինքը Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը հող է նախապատրաստում լայնածավալ էթնիկ զտումներ իրականացնելու համար եւ անում է դա բացահայտ։ Ստալինի օրոք անգամ մարդկանց թաքուն էին տանջում ճամբարներում, իսկ այսօր դա հրապարակային են անում Ռուսաստանում։ Ադրբեջանի կառավարության ենթակայությամբ գործող մեկ այլ լրատվամիջոց ավելի հեռուն է գնում եւ ֆաշիզմի մեջ մեղադրում Ռուսաստանի իշխանություններին։ Սա ոչ սեփականության վերաբաշխում է, ոչ էլ պատահականություն, սա ցուցադրական պատիժ է, պատժիչ գործողություն, ազդանշան եւ ոչ միայն ադրբեջանցիներին, այլև բոլոր եկվորներին, բոլոր նրանց, ովքեր կարող են հաջորդը լինել։ Այսօր Եկատերինբուրգն է, վաղը մեկ այլ քաղաքում կարվեն նման բաներ։ Այլանուններ կհնչեն, բայց մահակները կլինեն նույնը։ Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, որ այս գործողություններին պաշտոնական հավանություն է տրվել։ Սա համակարգի ձախողումը չէ, սա հենց համակարգն է։ Բաքվի կոշտ արձագանքը միայն մեդիա արշավով չի սահմանափակվել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նախ սուր արձագանքեց, պահանջելով Մոսկվայից շտաբ քննել իրավապահների գործողությունները եւ պատժել ադրբեջանցիների նկատմամբ անընդունելի բռնություն գործած անձանց։ Բաքվում Ռուսաստանի գործերի հավատարմատարին էին հրավիրել Ադրբեջանի արտգործնախարարություն եւ բողոքի նոտա հանձնել նրան։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ ռուս դիվանագետը ներկայացրել է իրավիճակը Ադրբեջանի իշխանություններին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տվել։ Դրանք սակայն չեն բավարարել Բաքվին։ Ադրբեջանական կողմը հայտնեց, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախատեսված այցը Բաքու։ Չեղարկվել են նաև առաջիկա ամիսներին Ադրբեջանում ռուսական մշակույթին նվիրված ու նախատեսված բոլոր միջոցառումները։ Բաքուն չեղյալ է հայտարարել նաև Ադրբեջանի Միլի Մեջլիսի падգամավորների այցը Մոսկվա։ Կրեմլի խոսնակը ժամեր առաջ ափսոսանք հայտնեց, որ Բաքուն նման քայլերի է գնացել, քանի որ ըստ Պեսկովի իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները չէին կարող առիթ տալ նման արձագանքի համար։ Կրեմլի արձագանքից հետո հայտնի դարձավ, որ ադրբեջանցի իրավապահները խուզարկություններ են սկսել ռուսական պետական Սպուտնիկ ռադիոընկերության ադրբեջանական մասնաճյուղում, Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում։ Ադրբեջանի իշխանությունը դեռ փետրվարին էր հայտարարել գրասենյակը փակելու որոշման մասին, հայտնելով, որ միայն մեկ լրագրողի կտրամադրի հավատարմագրում։ Խուզարկությունները սկսելուց հետո Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ահազանգեց, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները չեն կարողանում կապ հաստատել Սպուտնիկ Ադրբեջանի խմբագրությունում աշխատող ռուս լրագրողների հետ։ Իրավապահներն էլ ռուս դիվանագետներին առանց որևէ բացատրության թույլ չեն տվել այցելել նրանց։ Քիչ ավելի ուշ պարզվեց, որ իրավապահները ձերբակալել են լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտաֆիղին եւ աշխատակիցներից Եվգենի Բելարուսովին, քանի որ նրանք ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության գործակալներ են եղել։ Մոսկվան դեռ չի արձագանքել կատարվածին։ Ինչու է Բաքուն նման կտրուկ քայլերի գնում եւ այս աստիճան սրում հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը դժվարանում է հստակ ասել, թե ինչ է կատարվել, բայց չի բացառում, որ տեղի ունեցողը կապ ունի Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների հետ։ Վերջերս թե վարչապետ Միշուստինը, թե արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը, թե Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոն այցելել էին Բաքու եւ կողմերը կարծես թե դրական ուղերձներով էին փոխանակվել։ Թե ինչ փոխվեց հետո բարդ է ասելը։
Չեմ բացառում, որ սրա հիմքում աշխարհաքաղաքական ինչ-որ լուրջ գործընթաց կա։ Մոսկվա, Բաքու, Անկարա, Եռանկյունիում ինչ-որ բան է կատարվում։ Գումարած այն, որ վերջերս Փաշինյանն այցելեց Անկարա եւ խնդիրների հայտեկան հայ առաքելական եկեղեցու հետ։ Այս ամենն ինչ-որ կերպ կարող է կապված լինել միմյանց հետ։ Տարասովը չի կարծում, որ ադրբեջանցիների ձերբակալություններով Մոսկվան փորձում է ինչ-որ բան հասկացնել Բաքվին եւ ինչ-ինչ հարցերում ունեցած դժգոհությունները տեղ հասցնել։ Դրա համար, ասում է, բազմաթիվ այլ ձևեր ու խողովակներ կան։ Որոշ ուժեր փորձում են խաղալ ռուս-ադրբեջանական հակասությունների վրա։ Ադրբեջանի ներսում էլ որոշ շրջանակներ փորձում են ավելի սրել իրավիճակը։ Եթե նկատել եք, Մոսկվան ամեն դեպքում բավական զգույշ է արձագանքում տեղի ունեցող զարգացումներին։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին նաև ամիսներ առաջ, երբ նախորդ տարվա դեկտեմբերին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի մոտակայքում։ Նախքան այդ Գրոզնիի ուղղությամբ ուկրաինական անօդաչուների գրոհ էր եղել եւ ադրբեջանական ինքնաթիռը հավանաբար վնասվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ինքնաթիռի 67 ուղևորներից 38-ը զոհվել էին։ Այդ ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանին ուղիղ մեղադրեց ինքնաթիռը խոցելու, կատարվածը կոծկելու եւ պատասխանատվությունից խուսափելու համար։ Ադրբեջանի նախագահը անգամ պահանջեց Մոսկվայից պատժել մեղավորներին ներողություն խնդրել եւ փոխհատուցում տրամադրել։ Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգել էր ադրբեջանցի գործընկերոջը ներողություն խնդրել, որ Ռուսաստանի օդային տարածքում է գրանցվել միջադեպը, սակայն դա չբավարարեց Բաքվին։ Ադրբեջանի իշխանությունը դադարեցրեց ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող ռուսական տան գործունեությունը երկրի տարածքում, մեղադրելով կառույցին լրտեսությամբ զբաղվելու համար։ Ադրբեջանը նախորդ տարիներին 2 անգամ կտրուկ քայլեր գնացել ընդդեմ Ռուսաստանի։ 44-օրյա պատերազմի վերջին օրը Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ էր խոցել, որի հետևանքով 2 օդաչու զոհվեց, իսկ 2023-ի սեպտեմբերի հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները 6 ռուս խաղաղապահի գնդակահարեցին, այդ թվում զորախմբի հրամանատարի տեղակալներից մեկին։ Երկու դեպքում էլ Ալիևը զանգել էր Պուտինին եւ խոստացել, որ իրենք հետաքննություն կանցկացնեն եւ կպատժեն մեղավորներին, բայց այդ հետաքննության արդյունքների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ եւ ոչ ոք էլ հավանաբար չպատժվեց։ Բայց հիմա թե ադրբեջանական ինքնաթիռի կործանման եւ թե ադրբեջանցիների դեմ տեղի ունեցած գործողությունների պարագայում Բաքուն չի նահանջում։ Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Կոնստանտին Զատուլինը համոզված է, Արցախն օկուպացնելուց, հայերին բռնի տեղահանելուց եւ ռուս խաղաղապահներին հեռացնելուց հետո Բաքվին այլևս չի հուզում, թե ինչպես իր քայլերին կարձագանքի Մոսկվան։ Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեծ հետ զրույցում ընդգծեց. եթե անգամ այդպես է, ապա միևնույնն է, Բաքուն չի գնա Մոսկվայի հետ ճգնաժամն ավելի խորացնելու, ել չասած հարաբերությունները փչացնելու ճանապարհով։ Ռուսաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր ու ռազմավարական շահեր ունեն, ընդ որում այդ շահերն առաջին հերթին Ադրբեջանի ազգային անվտանգությունն ու ինքնիշխանությունն են ապահովում։ Այդ պատճառով էլ Բաքուն կարծում եմ սկանդալի չի վերածի այս ամենը եւ չի գնա հարաբերությունները Ռուսաստանի հետ խզելու ճանապարհով։ Ընդ որում դրանում ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանն ու անգամ Թուրքիան շահագրգռված չեն։ Ադրբեջանն այսպես թե այնպես այս եռանկյունու մեջ է գտնվում, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ ու ռազմավարական հարաբերություններ ունեն, առաջիկայում էլ մի շարք հարցեր են ստիպված լինելու լուծել Մերձավոր Արևելքում։ Պատահական չէ, որ թուրքական մամուլը շատ զգույշ է արձագանքում կատարվողին, իսկ Իրանում ընդհանրապես լուռ են։ Եթե այդպես է իրոք եւ Բաքուն մտադիր չէ չափից դուրս սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, ապա ինչու է հիմա նման կտրուկ դեմարշի գնում։ Ինչը չի տեղավորվում ռազմավարական հարաբերությունների տրամաբանության մեջ։ Արդյոք սա հուշում է, որ Բաքուն ինչ-որ հարցերում ինչ-որ բան է ուզում ստանալ Մոսկվայից։ Տարասովը դժվարանում է հստակ պատասխանել հարցին, բայց համոզված է, հարկ եղած դեպքում Պուտինն ու Ալիևը կզրուցեն եւ սկանդալը կհարթվի։